Առաջին պատկամը, որը սրտից դրվել է, փոխանցեմ ձեզ, վերնագրել եմ այսպես. ապագայի օրհնությունը, ապագայի խոստումները։ Գիտեք, Աստված ապագա ունի մեզ համար։ Ճիշտ է, կարող է մենք այդպես չենք մտածում մեզ համար, բայց Աստված ապագա ունի մեզ համար։ Աստված ապագա ունի քեզ համար։ Գիտեք, Աստծո մոտ տարիքը գոյություն չունի։ Աստված ապագա ունի ամեն մեկիս համար։ Եթե դու մտածում ես, որ դու մի փոքր տարիքով ավելի բարձր ես, քեզ ուզում եմ ասել, դու Աստծո փառքն ես եւ Աստծուն փառք կարող ես տալ։ Ապագայի մեջ դու հզոր ծառայող ես, դու հզոր մեկն ես, որը Աստծո ձեռքերում է։ Աստծո համար ժամանակ չկա, ժամանակը մեզի համար է, սիրելիներ։ Ես վստահ եմ, որ այն ինչ որ դու արել ես ու անում ես եւ պիտի անես, Աստծուն փառք կբերի, որովհետեւ Աստված մեզ կանչել է, որ մենք կարողանանք ապրել իրեն համար, ոչ թե միայն մեզ համար։ Մի հրաշալի խոսքով ուզում եմ սկսել պատկամս, որը գրված է Հովվական թղթերից Տիմոթեոս առաջի թուղթ 4-րդ գլուխ 7-րդ համար։ Բայց պիղծ եւ պարավական առասպելներից ետ կեցիր։ Աստծո խոսքը մի հրահանգ է տալիս ամեն մեկիս եւ ասում է. այն ինչ որ ավանդույթ է, այն ինչ որ լեգենդ է, հորինված է, այն ինչ որ իրական հիմքեր չունի, ուղագի հորինվածք ու պատմություն է, ասում է դրանից հետ կեցիր, որովհետեւ դրանք Աստվածապաշտության հետ կապ չունեն, մարդիկ խոսում են, բայց դրա տակ չկա Աստծո զորություն։ Մարդիկ խոսում են, պատմում են, բայց այդտեղ չկա կենտանություն, այդտեղ կա այդտեղ կա դատապարտություն, այդտեղ կա սխալ խոսքեր եւ Աստծո խոսքը ասում է ետ կեցիր։ Այսինքն, երբ որ դու լսում ես, մի տրվիր։ Երբ որ դու լսում ես, պարտադիր չէ, որ մինչև էջ լսես, կարող ես այդ մարդուն ասես կներես, ես գիտեմ որտեղից եմ լսում եւ ինչ եմ լսում։ Ես լսում եմ Աստծուն, ես լսում եմ Աստծո խոսքը։ Եվ վստահ եմ, որ այն սխալ բաները, որոնք մեր կյանքերի մեջ կան, եղել են, մենք լսել ենք, Աստված այսօր ուզում է մեզ հանի դրանից։ Այդ մեր լսած բաներից, որոնք մեզ պետք չեն, Աստված ուզում է ազատագրել, մաքրել մեզի, որովհետև այն ամենը, ինչ որ մենք լսում ենք, այդ ճշմարտություն չէ, եւ Աստծո խոսքը ասում է, որ ետ կեցիր պիղծ եւ պարավական առասպելներից եւ քու անձդ Աստվածապաշտությանը վարժեցրու։ Գիտեք, մեր մարմինը հեշտասեր է։ Մենք ամեն մեկս շատ անգամներ դա բացահայտել ենք մեր կյանքերի մեջ։ Որովհետև մարմինը ուզում է լավը, հանգստանա, քիչ ջանա, շատ ունենա, չաշխատի, օրհնվի։ Գիտեք, մեր մարմինը այդպիսին է, ուզում է։ Եվ մենք էլ շատ հաճախ խնամում ենք մեր մարմնին։ Խնամել եւ դրական իմաստով, եւ այն իմաստով, որ ինչ որ մարմինն ասում է, մենք դա էլ անում ենք։ Ասում է լավ դե այսօր հոգնած ես, մի կարտա։ Աստծո խոսքն է ասում է ամեն օր քո մանանան հավաքիր։ Մարմինը ասում է այսօր տգար է, աչքերից լույսը տգար է, տառերը չեմ տեսնում, ամեն մեկս մեզ համար պատճառներ ունենք, լեզուն չեմ հասկանում, Կարեն եղբայր, կարդում եմ քունս գալիս է, ու լիքը պատճառներ, որոնցով որ մենք ամենքս անցել ենք, դուք չեք անցել, ես անցել եմ, ես առաջի անգամ, որ ուզում էի կարդալ, քունս գալիս էր, հորանջում էի, ասում էի Աշոտ եղբայր, ինչ անեմ, ասում էր կարտա, ասում եմ չեմ կարող կարտալ, ասում էր կարտա, ոչինչ, դու գնա առաջ, ասում եմ չի լինում, քունս գալիս է։ Մի օր էլ քունս չեկավ, կարտացի բան չհասկացա, ասեցի չեմ հասկանում։ Գիտեք, կա պատճառ, ինչքան պատճառ թվենք։ Ամեն մեկս մերը ունենք։ Բայց Աստծո խոսքն ասում է վարժեցրա։ Ես հիմա հասկանում եմ ինքը ինչ էր ասում էր նվաճի քո մարմինը։ Նվաճի քո մարմինը, մի նայ մարմնիդ, այլ նայ Աստծո խոսքին, նայ թագավորին, նայ կենտանի զորությանը, որ գալիս է եւ գնա առաջ։ Ասում է վարժեցրա քո մարմինը, վարժեցրա խոսքը կարտալուն, վարժեցրա երկրպագության, վարժեցրա ձեռքերդ վեր բարձրացնելուն եւ նրան օրհնելու։ Գիտեք, մեր ձեռքերը շատ արագ են վեր բարձրանում, երբ որ մենք պետք է խփենք։ Նայեք ինչ արագությամբ ենք խփում։
Շատ արագ մարմինը թելադրում է, հանեցինք ու գնաց։ Բայց երբ որ ձեռքերս պիտի վեր հանենք, ասենք Տեր, հանձնվում եմ քեզ։ Տեր, ուզում եմ պաշտեմ քեզ, մեծարեմ քեզ։ Գիտեք, Մովսեսը երբ որ ձեռքերը բարձրացնում էր, Իսրայելը ինչ էր անում, հաղթում էր, օրհնում էր։ Եվ մենք երբ որ ձեռք ենք բարձրացնում, մենք ասում ենք Տեր, մենք ուզում ենք։ Տեր, մենք ուզում ենք, ահա մենք նշան ենք տալիս, ասում ենք Տեր, հանձնվել եմ, ուզում եմ, որ իմ մարմինը սովորի աղոթքին, իմ մարմինը սովորի քեզ երկրպագել, ոչ թե Իրանը փնտրել, ոչ թե եսի կարիքը բավարարվի, ոչ թե մարմնավորը հագենա եւ կշտանա, լիանա, միևնույն է չի լիանա ու չի կշտանա, որովհետև եսը ուզում է խնամել իրեն, իսկ Աստծո խոսքն ասում է վարժեցրու քո մարմինը Աստված պաշտության, թող ես մարմինը սովորի ընդունել թագավորին եւ պատվել թագավորին։ Ութը համարի մեջ այսպես է գրված, որովհետև մարմնի վարժությունը քիչ բանի օգտակար է, բայց աստվածապաշտությունը ամեն բանի օգտակար է։ Երբ որ դու Աստծուն պաշտում ես, Աստծո խոսքը ասում է, որ դա ամեն բանի օգտակար է։ Ամեն բանի։ Ամեն բան ասելով, ես վստահ եմ Սուրբ Հոգին հիմա քեզ կհուշի։ Ինչ ես անում։ Դա ամեն բան է։ Եթե դու ինչ-որ մեկին բան ես սովորեցնում ու աստվածային սկզբունք կա քո կյանքի մեջ, դա քեզ օգնում է, որ դու լավ սովորեցնես։ Եթե դու մի բան ես պատրաստում եւ սիրով ես պատրաստում, դա համով է լինում։ Եթե դու մի ծառայություն ես անում եւ անում ես դա սիրուց բխած հոժարակամ, դա աստվածային է։ Եվ Աստծո խոսքն ասում է, որ ամեն բանի օգտակար է, ինչ ուզում ես դու արա։ Տեսել ես, որ ես մի անգամ տեսա շտապօգնություն էինք զանգահարել եւ քույրը եկավ ներարգում պիտի աներ, բայց նախքան ներարգում անելը ինքը ասեց հավատում ես, որ ներարգեմ կանցնի։ Տեսեք, այդ մարդը իր գործն էր անում, բժշկական գործը, միջամտությունն էր անում, բայց ասում էր հավատում ես, ես հասկացա, որ այն ինչ որ ինքը անում է ի վերուստ։ Այսինքն մի զորություն կա նախքան ներարգումը, եւ կապ չունի դու ինչ ես անում, ինչ մասնագիտություն ունես, ինչ կրթություն ունես, ինչ ձևաչափ ունես մտածելակերպի, Աստծո խոսքը ասում է ամեն բանի օգտակար է։ Դու ինչ ուզում ես արա, օգտակար է աստվածապաշտությունը։ Երբ որ դու առևտուր ես անում եւ քեզ ավել գումար են տալիս, դու ինչ ես անում։ Ասում ես կներես, սա իմը չէ, ավել ես տվել։ Օգտակար է քեզ համար եւ դիմացինի համար։ Օգտակար է, որ այն ինչ որ քոնը չէ, դու հետ ես վերադարձնում մարդուն եւ ասում ես շնորհակալ եմ, իմ բաժինը ինձ բավարար է, որովհետեւ Աստծո խոսքը այդպես է սովորեցրել, որ ուրիշի բաժինը չվերցնենք, մեր բաժինը մեզ բավարար է։ Աստծո խոսքը օգտակար է, Աստված պաշտությունը օգտակար է ամեն բանի մեջ, ինչ որ դու մտածում ես։ Մենք մտածում ենք, որ Աստված պաշտությունը միայն եկեղեցում է։ Միայն այս աթոռներին նստած, այս բեմում, ոչ, սիրելիս, Աստված պաշտությունը քո կյանքն է, որը ամեն տեղ, ամեն բանի մեջ օգտակար է քեզ համար։ Ամեն։ Գիտեք, մենք ժամանակին շատերս ունեցել ենք ժամանակաշրջան, որտեղ չենք եղել աստվածապաշտ։ Բայց այսօր փոքրի շատ է ճանաչում ենք եւ ուզում ենք ապրել այդպես։ Կա ընտանիք, որի մեջ չենք ապրել, բայց հիմա ուզում ենք, ջանում ենք, ցանկանում ենք, որ գնանք դեպի աստվածապաշտությունը։ Աստծո խոսքն ասում է, ոմանք կորցրել են այդ զորությունը եւ միայն ձևն է մնացել։ Աստվածապաշտության կերպարանքը ունին, բայց զորությունը չունեն։ Ես չեմ ուզում, որ զորությունը կորի։ Ես չեմ ուզում ուղագի ձևով կանգնեմ այստեղ, կանգնեմ աղոթքի, գիրկը բացեցի, փակեցի։
Որ հարցնեն կարտացել ես, ասեմ հա կարտացել եմ։ Կարտացել եմ, բայց որ հարցնեն ինչ ես կարտացել չկա։ Ինչ հասկացար կարտացածին, ինչով էր պետք այդ խոսքը քեզ չկա, որովհետև ձևն էր։ Աղոթեցի, բայց միտքս անպտուղ էր, աղոթեցի, բայց չհասկացա ինչ պիտի անեմ, աղոթեցի, բայց չառա հայտնություն։ Գիտեք, ձևն է։ Աստված կենտանի է, զորությունը կենտանի է եւ խոսում է Աստված։ Եվ Աստծո խոսքը ասում է, որ ամեն բանի օգտակար է եւ շարունակում է, ասում է, թե ներկա եւ թե ապագա կյանքի խոստումը ունի։ Աստծո խոսքն ասում է եւ ներկա եւ ապագա։ Դու ապագա ունես, ասա ես ապագա ունեմ։ Այդ ապագան լուսավոր է։ Ամեն, ապագան լուսավոր է, սիրելիներ։ Հիմի կարող է մտքիդ մեջ այս բառերը, երբ որ ասում ես ներքուստ մի բան քո մեջ համաձայն չէ, քեզ հետ համաձայն չէ, ասում ես ես ապագա չունեմ, բրձել է արդեն ժամանակը սպառվել է, ես արդեն կամ ու չկամ, այս կողմ են կողմ, Աստծո խոսքը ասում է, որ թե ներկայի, թե ապագայի խոստումը ունի։ Ամեն Տեր օրհն է։ Ջավախքում երբ որ քարոզում էի, այս խոսքը երբ որ ասեցի, տարեց տատիկներից մեկը վերջում մոտեցավ, ասեց ես այնքան շնորհակալ եմ, որ դու ինձ մղեցիր, որ ես հասկացա, որ ես գործ ունեմ։ Գիտեք, իրականում խոսքը երբ գալիս է, մենք հասկանում ենք, որ ապագա կա, մենք ուզում ենք այդ ապագայի համար ապրել, մենք ուզում ենք այդ ապագայի մեջ սպասել եւ օրհնվել այդ ապագայի մեջ։ Եվ Աստված կանչել է այսօր ներկայի մեջ, որպեսզի մենք հասկանանք, թե ապագա կա ու ապրենք այդ ապագայի համար։ Գիտեք, շատերս հրճակել ենք, ասել ենք, թե մենք էլ բան չունենք, խորդակված մարդ ենք, խորդակված կյանք ունենք, էլ ապագա չկա մեզի, խնդիրներ կան, պրոբլեմներ, մենք մինչև այդ կանը լուծենք 10 տարի կանցնի, բայց Աստված քեզ խոստանում է, որ դու ապագա ունես, եւ Աստված պաշտությունը օգտակար է թե ներկայի եւ թե ապագայի խոստման եւ օրհնության մեջ։ Մենք բոլորս խոստումներ ունենք եւ այդ խոստումներին սպասում ենք։ Ապագայի օրհնություններին սպասում ենք։ Ես սպասում եմ այն ապագա օրհնություններին, որ գալու է։ Ես սպասում եմ այն Քրիստոսին, որը գնացել է եւ խոստացել է, որ պիտի գա։ Ես վստահ եմ դու ինքդ սպասում ես։ Ես սպասում եմ այն խոստմանը, որ Տերը ասեց, թեև մեռնեք, պիտի ապրեք։ Եվ ես վերջին օրում քեզ ինչ եմ անելու։ Հարություն եմ տալու։ Ես սպասում եմ, չեմ կարող մեռնել, թեև մեռնեմ, վերջը չէ։ Ես ունեմ ապագայի խոստում, դու ունես խոստումներ անթիվ, Աստծո խոսքի մեջ գրված են այդ խոստումները եւ գրված է քեզ համար, գրված չէ իմ համար, գրված չէ միայն քարոզողի համար, գրված է բոլոր մարդկանց համար, ովքեր կարդում են եւ հավատում են, որ դա իրենց համար իրական է։ Եվ Աստված Սուրբ Հոգով ներգործում է մեր սրտերի մեջ, որ մենք ընդունենք եւ հասկանանք, որ ապագան մերն է, ապագան այն կենթանի զորավոր Աստծունն է, որ ստեղծեց ամեն բան եւ ամեն բան բովանդակում է ինքը։ Մենք այսօր մեր ներկայի մեջ պիտի ապրենք, զորանանք, լցվենք, որպեսզի ապագայի զորության եւ իշխանության մեջ, ապագայի թակավորության մեջ կանգնենք եւ մտնենք։ Գիտեք մեր խնդիրներից մեկը որն է։ Տեսեք Աստծո խոսքը խոսում է ներկայի եւ ապագայի մասին։ Գիտեք մեր խնդիրներից մեկը որն է։ Որ մենք ապրում ենք անցյալով, բայց Աստծո խոսքը չի խոսում անցյալով։ Սիրելիներ, Աստծո խոսքը խոսում է ներկայով հենց հիմա, այս պահին։ Հիսուսը խաչի վրա ավազագին ասավ. այսօր ինձ հետ դրախտում գլինես, հենց այդ պահին, հենց այդ օրը ներկայում ու խոսած ապագայից, իր կյանքից, իր ապագայից, որ ապագայում էլ ինձ հետ որտեղ կլինես, դրախտում։ Աստված չխոսած այդ մարդու հետ իր անցյալի մեղքերից։ Մենք այսօր շատերս մեր անցյալի խնդիրներով այնքան պես
ջերմ փաթաթված միացուլված ենք, որ բացի այդ անցյալից ուրիշ բան չունենք ու չենք էլ կարող մեր ապագան տեսնել։ Մեր ներկայի մեջ տխուր ենք, խնդիրներով լցված, խնդիրներով, մեզի համար ապագայի էջը թերթվելու կարիք չունի, որտեղ մենք չենք ուզե թերթենք։ Մենք արագ հին թերթերը կթերթենք։ Այն անցյալը այնքան արագ կթերթենք, այնքան արագ կխոսա այդ անցյալը, ու մենք լուրումունջ սպասում ենք, ու մենք լուրումունջ անցյալի խնդիրներով մինչև հիմա տառապում ենք, մինչև հիմա էլ ապրում ենք, մինչև հիմա էլ հիշում ենք, չենք էլ կարող պրծնել։ Մեր միտքը մենակ անցյալն է, մեր միտքը մենակ անցյալի դժվարություններն է, խնդիրներն է, օրհնություններն է։ Հիշում ես քանի տարի առաջ, հիշում եմ։ Ես այս չորեքշաբթի օրերից մեկի ժամանակ աղոթեցի ու իմ աղոթքը հետևյալն էր, ասեցի Տեր ինձ վկայության նոր խոսք տուր, ես չեմ ուզում վկայել հին բաներ, որոնք եղել են։ Այո, տեսել եմ փառք Աստծո, քո հրաշքդ, զորությունդ, նշանդ, ուզում եմ այսօր նոր զորություն։ Եթե դու այսօր նոր զորություն չես ուզում, դու ամբողջ կյանքդ պետք է պատմես հին երկը։ Հին խնդիրները, հին խնդիրները, հին տունը, հարազատները, այն խնդիրները, որոնք եղել են ու միջև այսօր քո կողքն են, իրանք գնացել են, բայց հենց մնացել են քեզ հետ։ Դու հիշում ես ու ապրում ես։ Ու դրանք գումարած են թշնամին, որը անընդհատ մատնանշում է քեզ, քո անցյալը թվարկելով էս մեղքը։ Նայ, դրանք բոլորը խոստովանել ես, Աստված քեզի ներել է, բայց միևնույն է, դու ներումը չես ստացել, որովհետև ինքը գալիս է քեզ անընդհատ հիշեցնում է, քո ականջը լցրած է դրանով։ Դու անընդհատ հիշում ես, որ էս էր, քիշես էս երեցիր, ու մենք լուր ենք։ Ինքը քեզ հիշեցնում է քո անցյալի խնդիրները, խնդիրները, ու դու լուր ես։ Ինչի ես լուր։ Ես ուզում եմ այսօր քեզի մի լուր տամ, այսօր մի հայտնություն տամ քեզ։ Երբ որ քեզի քո անցյալիցդ պետք է հիշեցնե, դու իրան իր ապագայից հիշեցրա։ Երբ որ ինքը քեզի քո անցյալդ պետք է հիշեցնե, դու իրան իր ապագայից լսա։ Պատմե հրճագե իր ապագան, տեսել է ինքը ինչ կսե քեզի։ Գիտեք, ինքը ապագա չունի, բայց դու ապագա ունիս։ Ինքը չի կրնա ելնի այնտեղը ուրդից ընկել է, բայց դու կրնաս ելնիս այնտեղը Աստծո շնորհքով, որ Աստված ունի քեզ հիմար, դու ապագա ունիս։ Իսկ այն մեկը, որը խոսակը քեզի ու ճնշեգը քեզի ու դու կմտածես, որ դու ավելի ճնշված ես, դժվար է քո կյանքդ, խնդիրներ ունիս ու դու համաձայնվիս կը։ Բայց դու իրան մի հատ չելնիս ես։ Ապա քո ապագատ։ Ես գիտեմ իմ անցյալս։ Հիսուսը գիտե քո անցյալդ։ Մենք Հիսուսին չենք կրնա զարմացնենք, սիրելիներ։ Եթե մեկը կմտածեք, որ դուք ինչ որ բանսելով Աստծուն կրնակ զարմացնեք, չեք կրնա, Աստված կրնա ցեզի զարմացնե։ Մենք չենք կրնա Աստծուն ինչ որ բան պատմենք, որ Աստված չի դե։ Աստված ամեն բան գիտե։ Ամեն բան գիտե։ Եթե դու չես է Աստծուն, միևնույն է, Աստված գիտե։ Մենք ուղղակի կարիք ունենք մեր անցյալով չապրելու, սիրելիներ։ Մենք կարիք ունենք եղնի դա ձեռք բերում, եղնի դա օրհնություն, եղնի դա խնդիր, խնդրեմ, անցյալ, որի էջը փագել ես, էլ մի բաց, փագել է, Հիսուսը մաքրել է, փագեց էջը, ասեց, եթե ձեր մեղքերը կրկնակի կարմիր եղնին, ես կրկնակի ճերմակ կդարձնեմ, ես կփագեմ, կմոռանամ, չեմ հիշե, մենք ամեն օր հիշենք։ Մենք ամեն օր հիշենք, որ այդ մեղքներն ենք, ինչի, որտեղ մեկը անընդհատ հիշեցնեգը, դու անկատար ես, դու անկատար ես, դու անկատար ես, այո, մենք անկատար ենք, բայց դա չի նշանակում, որ մենք մի չպետք է ցկտենք դեպի Քրիստոսի նման կյանք ունենալու։ Գիտեք, իրականում Աստված կանչել է, որ մեզի մաքրե, սրբե, կամաց մաքրե, ու մենք անցյալի մեջ կաբրինք մեր ներկան։ Ու ապագայի մասին էլ խոսք չկա, մենք կվախենանք ապագայի մասին խոսալ։ Աստված անընդհատ խոսած ապագայից։ Ասեց սպասեք եւ զորությունը կառնեք։ Խոսած առաքյալներին ասեց դուք դժվարություն կունենաք։ Դժվարությունն եկավ, չէին մտածել, բայց ասեց սպասեք, մինչեւ որ զորությունը առնեք։ Ապագայից խոսած, երբ որ խոսած, նույնիսկ որ գնաց, ավանդեց խոստումը, գնացեք գործեք այն գործերը, որը ես գործեցի։ Տվեց ապագան, տվեց լույսը, ասեց ավելին կանեք, ինչ որ ես եմ արել։ Գիտեք, մենք ապագա ունենք, որովհետև Աստծո խոսքը հավատարիմ է, սիրելիներ։ 3 գլուխ 1 համարը ասում է այս խոսքը հավատարիմ է։
10-րդ համարի մեջ ասում է, որովհետև կներեք 9-ի առաջի խոսք ասում է, այս խոսքը հավատարիմ է և բոլորովին ընդունելու արժանի։ Այսինքն արժանահավատ է Աստծո խոսքը, որ ոչ թե մենք պետք է մտածենք, ընդունենք թե չընդունենք, հավատանք թե չհավատանք, ուղղակի ընդունենք ապագայի այն օրհնությունը, որը Աստված տալիս է, եւ ասում է Աստված պաշտությունը օգտակար է թե ներկայի, թե ապագայի համար եւ խոստումը ունի։ Մենք այսօր շատ բաներ չենք տեսել, բայց խոստացել է Աստված եւ հավատում ենք, որ դա լինելու է։ Շատ բաներ չենք տեսել, չենք էլ հասկանում, բայց Աստված խոստացել է եւ իրականացնում է։ Մեզի պետք է քայլել եւ գնալ առաջ եւ մեր ապագան տեսնել Քրիստոսի մեջ։ Երբ որ դու քո ապագան տեսնում ես հոգեվոր դաշտի մեջ, Քրիստոսի մեջ, դու ամեն տեղ օրհնված կլինես։ Գիտես քո օրհնությունը որտեղից է եկել, երբ որ դու Տիրոջ տան մեջն ես եղել։ Երբ որ դու Տիրոջ տան ծածկոցի զորության տակ ես եղել, քո օրհնությունը դեգել է, քո լույսը դեգել է, քո խաղաղությունը դեգել է, երբ որ դու այդ դաշտից ու օրհնության տեղից դուրս ես եկել, դու անմիջապես զգացել ես այն մենակությունը, այն խնդիրներն ու խնդիրները, որոնք շատ արագ պատել են քեզի։ Բայց Աստված այսօր քեզի ապագայի մեջ կանչել է։ Այսօր հարց ունեմ ես քեզի։ Դու ինչ կենես ներկայիդ մեջ ապագայի խոստումը ունենալու համար։ Դու ինչ կենես ապագայի դժվարությունների ու մարտահրավերների համար։ Այսօր աշխարհը տարբեր մարտահրավերներ ունի։ Մենք այսօր պատրաստված ենք դրան։ Մենք այսօր լցված ենք հոգով, մենք այսօր կենտանի խոսքը գիտենք, որ կարողանանք դեմ տնել։ Աստծո խոսքն ասում է, քանի գնում է օրերը ինչ են լինում, ավելի չար։ Մարդիկ ով սուրբ է, ավելի պիտի սրբանա։ Ով լցված է ադելությամբ, անօրինությամբ, Աստծո խոսքը ասում է ավելի անօրենություն պիտի լինի։ Հիմա մենք չենք կարող մեջտեղը մնալ, այն քիչը ունենալ ու բավարարվել։ Աստծո խոսքն ասում է դու պիտի գնաս սրբությունից սրբություն։ Ով է որ խնդրի մեջ է, խնդիր, ապագան այսպիսին է ու հստակ է Աստծո խոսքը։ Ես այսօր բաց կանգնեմ, ասեմ, Տեր, ինչ անեմ։ Տեր ինչ անեմ, որ իմ կյանքը փոխվի։ Տեր ինչ անեմ, որ իմ անցյալը չխոսա իմ կյանքի հետ։ Գիտեք, մենք շատերը շատ անգամներ սխալ ժառանգություններ ենք ունեցել, որը մեր անցյալն է եղել։ Գիտեք, մենք չենք ունեցել։ Ճիշտ է, մեղքով ծնվել ենք ամենքս, բայց օրինակ հիմար մեր պապերը, մեր հայրերը միգուցե չեն եղել Աստծո դաշտի մեջ, չեն եղել այն լույսի մեջ, որը այսօր դու կաս։ Ես ուզում եմ ասել, դու այն մեկն ես, այն հզոր մեկն ես, որը քո ազգատոմի, որը քո ընտանիքի մեջ մեղքի անիվը ասելու է դատարիր, լկանգնիր։ Հիսուսի շնորհքը, Հիսուսի իշխանությունը եկավ այդ մեղքի անիվը, որ դարեր ու տարիներ ֆռացել է ձեր ազգատոմի մեջ, դու այսօր կանգնում ու ասում ես, չեմ ուզում անցյալի սխալ ժառանգությունը։ Չեմ ուզում անցյալի այն ստախոսությունը, այն հայոյությունները, այն հբարդությունը, որը եղել է։ Ես այսօր ուզում եմ խոնարհությունը, օրհնությունը, սրբությունը, ճշմարտությունը, չեմ ուզում կողանալով ապրել, ուզում եմ հալալ ապրել, ուզում եմ արժանապատիվ ապրել։ Գիտեք, սրանք արժեքներ են, որ Աստծո խոսքը բերում է եւ ասում է, որն ես դու այսօր ընտրում, ունես հինը, ունես ավանդականը, ունես մարդկայինը, մարմնավորը, վադը։ Այսօր դու որն ես ընտրում։ Եվ ըստ այդմ էլ դու կարող ես կանգնել, ասել, Տեր, չեմ ուզում այն, ինչ որ պիտի ժառանգեմ իմ հորից, ասում եմ, Տեր, թող այդ անցյալի խնդիրը չգա իմ կյանքիս մեջ, չգա իմ սերնդիս մեջ։ Եվ երբ որ ես գիտակցում եմ, որ անցյալի հետ ես հարց ունիմ ու իմ հարցս պիտի լուծեմ, անլուծել չեմ թողնի։ Կանգնեմ կսեմ, Տեր, օգնենք իմ անցյալիս այդ խնդիրները, որոնք միջև այսօր կխոսան, միջև այսօր տանջենք, միջև հիմի խնդիրներ, որոնք որ քու մեջդ կաբրին, բայց անցյալի հուշեր են, Տեր մաքրեն ձից։ Տեր հան ինձից, որ ես ներկայիս մեջ օրհնություն վայելեմ, ես ներկայիս մեջ կարողանամ քու սերդ վայելեմ, ոչ թե անցյալի հին տպավորությունները։ Գիտեք, ժամանակները փոխվել են։ Հաճախ այսօրվա երիտասարդներին ասում են, թե այս երիտասարդներն էս ինչ չեն ուզե հեչ մեկը կեսարի, կիսուրի հետ ապրի։ Գիտեք ինչի չեն ուզե։ Որտեվ այդ կիսուրն ու կեսրարը այն ինչ որ տեսել են, որ իրանց են երե, հիմա ադամները սրած կսպասեն, որ այս խեղճ հարսին են։
Այդ որ համարը չեն ուզում, եկվա երիտասարդը կուզե ազատության մեջ ապրի, իրոք ազատ ապրի, ոչ թե այն ինչ որ ինքը կուզե, այլ ազատ ապրի։ Բայց սկսեն հիա, մեզի չեն թողե դու է դիտպես եղնիս։ Բայց ինչի էս երեխեն ինչ է իրե։ Նայեք անցյալն է որ գխոսա մարդու կյանքի մեջ։ Հենց այդ անցյալի դժվարությունն է, որը դու տեսել ես։ Հմի դու կուզես որ քո երեխան տեսնի։ Բայց ինչի տեսնի։ Նայեք միամ մտածեք, տեսեք իրականությունպես է։ Անցյալը խոսա, մենք բոլորս դժվարություններով անցել ենք։ Բոլոր մեկերս թեկուս տեղած նստած երիտասարդները, իրենք էլ իրանք չափով են դժվարությունը կարել։ Երիտասարդներ կարել եք, չէ՞ դժվարություններ։ Այո, ձեր դժվարությունն է, ձեզ համար է դժվարություն եղել։ Կարող է իմ համար դա դժվարություն չէ, բայց քեզ համար դժվարություն է եղել։ Ու ես հիմի տեսել եմ դժվարություններ, որ չի եղել, ոտքով եմ գնացել, կոշիկը ծակ եղել, բայց գնացել եմ, շոր չի եղել, լույս չի եղել, ջուր չի եղել, գնացել ենք ուրիշ տեղ լողանալու, չէ՞։ Բայց հիմիկվա երիտասարդին խո չես է գնա ուրիշի տունը լողցի։ Չէ, իրականում նայեք, անցյալն է որ կխոսա։ Բայց երբ որ դու թույլ կտաս որ անցյալը չխոսա քո կյանքիդ մեջ, ու դու քո երեխուդ, քո զավակիդ, այդ ապագային, որը գալիս է, կուզես օրհնության մեջ առաջնորդես, ես քեզ կսեմ դու Աստծո լույսը ունիս։ Դու Աստծո լույսը ունիս, որ կուզես մարդուն ապագայի օրհնության, լույսի եւ խաղաղության մեջ առաջնորդես։ Մեր տունը միշտ կռիվ է եղել։ Ինչի՞ հիմի կուզես քո տունը նորից կռիվ եղնի։ Հին տան մեջ միշտ կռիվ է եղել։ Միշտ։ Ես օրինակ որ ասում եմ վստահ եմ ովքեր տարիքով են մի փոքր իրանց հիշում են ինչ որ բաներ։ Մեր տան մեջ կռիվ կար։ Բայց ես չեմ ուզես որ իմ տանս մեջ կռիվ եղնի։ Որովհետև ներկան Աստված ինձ կանչել է լույսի օրհնության մեջ ու պատրաստում է ապագայի մեջ։ Ու ես վստահ եմ այն ինչ որ իմ երեխես կտեսնի իմ տանս մեջ, որ կռիվ չի եղել, հայոյանք չի եղել, խնդիր չի եղել, սեր է եղել, տունելություն է եղել, ջերմություն է եղել, ինքը եկուց որ գնաց իր ընտանիքի մեջ, ինքը նույն ժառանգությունը կտանի արդեն։ Բայց ես պիտի կանգնիմ դրա համար, դու պիտի կանգնիս, որ այդ ապագան կա քու ու քու սերնդիդ մեջ։ Երբ որ դու չես կանգնի ներկայում քո ապագայիդ համար, ուղղակի դու կուզես հոսքով ինքնահոս ապրիս ու երտաս, վերջում էլ երտաս երկինք, թող Աստծո ողորմությունը կա քո կյանքի մեջ, որ իրականում կնաս երկինք։ Բայց երբ որ դու թույլ կտաս որ ներկայի մեջ Աստծո զորությունը կա քո կյանքիդ մեջ, որ փոխե քո կյանքդ, բժշկե քո կյանքդ, նորոգե քո կյանքդ, բարձրացնե քո կյանքդ, չնայելով մարդկային թերարժեքություններին, դու կերտաս դեպի ապագայի խոստումը։ Դու կերտաս դեպի ապագայի օրհնությունները, ու Աստված կանչել է քեզի, հենց քեզի օրհնելու համար ապագայի մեջ։ Աստված կանչել է ինձ օրհնելու համար։ Աստված էս եկեղեցին կանչել է օրհնելու էս քաղաքը։ Օրհնելու մեր ընտանիքները, մեր շրջապատը, այն տեղերը, որտեղ մենք կանք, որովհետև Աստված օրհնության Աստված է, Աստված ապագայի Աստված է, ապագա կառուցող Աստված է։ Երբեք քո ապագայիդ վրա սխալ բաներ մի խոսա։ Երբեք քո երեխեքիդ վրա ապագայի սխալ բաներ մի խոսա։ Թույլ տուր Աստվածայինը կա, թույլ տուր երկնայինը կա, ու այն ինչ որ Աստված պաշտության մեջ կա, որ ապագայի խոստումը ունի, փոխանցե ապագայի խոստումը քո սերունդներիդ։ Աստծո խոսքը Հեսուին Մովսեսին կսեր ձեր սերունդներին պատմեք, խոսացեք այն օրհնության խոսքերը, որոնք որ Իսրայելը պետք է իմանա։ Մենք կնայինք մեր ներկային, մենք չունենք, կսենք ես ինչ պատմեմ։ Մովսեսը գնայր իրան կսեր ես ինչ փարավոնի առաջը կայնիմ։ Աստված ջան, ես ստի խոսալ չեմ կրնա, թոտովա խոսեմ։ Աստված սավ գնա։ Գնա, ես քեզ հետ եմ։ Աստված քեզ այսօր քաջալերեգը կսե գնա, արի սարը լցնեմ, գնա օրհնության համար իմ ժողովրդիս հան, տար, քանան, անապատի մեջով անցրա, կարմիր ծովը չեղքե, Աստված ամեն բան տեսել էր, Աստծո համար անցյալ չկա, Աստծո համար կա ներկա սիրելիներ, որովհետև 1000 տարին Աստծո համար մեկ օր է։ Մենք 60-100 տարի պիտի արբրենք ու կմտածենք թե այդ 60-100 տարին սենք մեր առաջին ժամերով պիտի անցնի։ Մե վարգյանն է սիրելիներ, որտև Աստծո մոտ 1000 տարին մե օր մե։ Մեր ապրազնը ընդամենը թող դարի դարը մեղնի։
Աստծո համար մեկ վարքյան է, մեկ ակնթարթ է մեր կյանքը, եւ մենք կարիք ունենք այդ ակնթարթի մեջ լույսի մեջ գալու, ապագայի լույսի մեջ գալու։ Եվ այս վստահորեն ինչ որ Աստված ունի ներգայի օրհնության, պատրաստության համար, ապագան ժառանգելու եւ ապագայի մեջ քայլելու համար։ Մենք Իսրայելի պատմությունը շատ լավ գիտենք։ Մովսեսը ինչպես հանեց դեպի Քանան առաջնորդեց։ Լրտեսները գնացին, եկան, մեծ մասը ասեցին, մենք մարդիկ ենք անխոշոր էին, դարբասները, տեղը, մենք չենք կռնա։ Քաղեբն ու Հեսուն կայնասին, Տերը մեզ հետ է, մենք կռնանք վերցնենք։ Գիտեք, ապագան տեսնել շատ կարևոր է։ Ինչ ես տեսնում քո ապագայում։ Ինչ կա քո ապագայում, ինչ խոստում ունես, արդյոք մի ծրագիր ունես։ Մենք տարեվերջին ենք մոտենում, մենք արդեն ծրագրեր ունենք ամանորի հետ կապված։ Ինչ հոգևոր ծրագիր ունես, ինչ նպատակ ունես, որ Աստված ուզում ես քո կյանքի մեջ վառի։ Ես հավատում եմ ամեն մեկս օրհնության մեջ բաժին ունենք։ Ամեն մեկս մեր բաժինն ունենք։ Եվ դու այսօր ինչ բաժին որ ընտրում ես, ինչ որ նախատեսել ես ու ուզում ես դրանք ունենաս, ես քեզ իքսեմ մարմնավոր բաներ քիչ մտածե, որովհետև դոնք սպես տեմպես Աստված կուտա քեզի։ Որտեվ Աստծո խոսքն է ասում։ Ասում է ամեն կարիք, որ կա, եւ Հայրը տեսնում է եւ լցնում է, բավարարում է։ Բայց հոգևոր Աստվածային ինչ նպատակ կա քո կյանքիդ մեջ։ Քո սերնդիդ համար, այն սերնդի համար ում դու ծառայում ես, այնտեղը որտեղ դու ապրում ես, ինչ նպատակ կա, աղոթքիդ մեջ ինչ կա, խոսքիդ մեջ ինչ հայտնություն կա։ Եթե դու չես ցկտում նորին, եթե դու չես ցկտում դրան, ես ուզում եմ, որ այսօրվա խոսքը կպնի քո սրտիդ։ Կպնի քո սրտիդ հոգևոր ոլորտի մեջ մի ապագայի նոր տեսիլքի ու կրագի խոսք կա քեզի համար։ Օրսկան ժամանակ չես ունեցել, չես երե, բայց այսօր ենես։ Գիտեք, ավազանի բժշկության հետ կապված Հովանես 5-րդ գլխի մեջ այս մարդու ներկան, անցյալն ու ապագան շատ հետաքրքիր էր։ Անցյալը 38 տարի հիվանդությունն էր, տառապանքն էր, իսկ ներկան դժվարությունն ու խնդիրները։ Գիտեք, մենք այսօր ամեն մեկս ունենք այս մարդու նման, ես որպես օրինակ այս մարդուն եմ վերցրել 5-րդ գլխի, որբիսի մեր անցյալ, ներկան ու ապագան ցույց տամ։ Գիտեք, մենք անցյալ ունենք, որը խոսում է մեր դժվարություններից, խնդիրներից, հիվանդություններից։ Ունենք ներկա, որը տառապանքով լի է։ Ունենք ներկա, որ մեկը չունենք, մակարում ենք, բայց չունենք։ 38 տարի եղել էր ավազանի մոտ, բայց չէր հիասթափվել։ 38 տարի բերե դրել էին, բայց մակարել էր, որ հասներ այդ ավազանի ջրերին, որ միգուցե բախտը բերեր ընկներ այդ ջրերի մեջ, չէր թուլծե։ Կուզեմ քեզ ասեմ քո ներկայիդ մեջ մի դիր զենքերդ վար։ Ինչքան անգամ ես զենքերդ վար դրե, սելես էլ չի ստացվի, թուլծել ես, տգարացել ես, այս անգամ էլ չեղավ։ Ուզում եմ քեզ ասել, մակարը այս մարդը 38 տարի մակարել էր։ 38 տարի։ Երեք վաճի եղբոր հետ էի խոսում, մի հրաշալի օրինակ տվեց, ուզում եմ տալ, ասեց հորս համար 34 տարի աղոթել եմ։ Ասում է հորս համար 34 տարի աղոթել եմ, որովհետև կոմունիստական, աթեիստական դաստիարակություն, խնդիրներ, երեխայի կորուստ, թորի անհետանալ, տարբեր խնդիրներ, ու այդ մարդու սիրտը այնքան է քարացած եղե, չէր ընդունում։ Եվ ասում է, ես 34 տարի աղոթել եմ։ Եվ ասում է, երբ որ գնացի, ասեց Վաչիկ ջան, ես կյանքը վայելել եմ, ամեն ինչ ելերել եմ, ասել է, պա, քեզ մի բան պագաս է, մի բան չես արել։ Ասել է, ինչ չեմ արել, ես ամեն ինչ էլ արել եմ։ Ասել է, Աստծո հետ չես հաշտվել։ Ասել է, չէ։ Իրան ասել է, չէ։ Ասել է, չէ, մեջ չկա։ Ես եկել եմ, որ դու Աստծո հետ հաշտվիս, ես սրա համար եմ եկել։ Չեմ եկել, որ դու ասես, որ այն ինչ որ կա, արել եմ, երել եմ։ Ասեց, չէ։ Ասում է, դուրս եկա այդտեղից, բայց
կար մեկը, որին ինքը լսում էր։ Տարբեր ծառայողներ են եկել իրանց տուն, բայց իր հայրը չէր ընդունել։ Եվ մեր Մարցի Հարութ եղբայրը, որը բավականին մտերիմ է եղել իր հետ, ասացի, ուզում ես որ Հարութին կանչեմ, ասել է հա, ուզում եմ որ Հարութին կանչես։ Եվ որ ասեց, էլ տնից դուրս եմ եկել, զանգել եմ Հարութին, թե որտեղ ես, ասեց գործի տեղն է, ասեց գալիս եմ հետևիցդ, որ քեզ տանեմ։ Ասում է 40 կիլոմետր քշեցի, գնացի Հարութին արագ բերեցի մեր տուն, եկավ սեղանը գցեցին, Հարութն էլ թե յուրահատուկ տեսակի մարդ է, ելել է ասել է Վաչոյի պապայի անունն է տվել, ասել է, «Էս ինչ ջան, մի կենաց է, ես եմ ուզում ասել», ասել է, «Բա խմիշք բերենք, որ կենաց ես ուզում», ասել է, «Ես առանց խմիշքի եմ կենացը ասում»։ Եվ սկսել է աղոթել։ Եվ ապաշխարության աղոթք է արել եւ ընդունել է։ Երկու անգամ Վաչիկ եղբայրն ասում է, լսելի ձայնով իմ հայրը ապաշխարեց։ Եվ հետո մահացավ։ Գիտեք, երբ որ ես ու դու մեր զենքերը վայր ենք դնում, ես օրինակ ինչու համար պատմեցի։ 34 տարի աղոթելը հեշտ չէ։ Չկոդրվելը հեշտ չէ։ Մի կոդրվեք։ Ձեր ներկան այն բանի համար է, որ առաջ գնանք։ Մենք բոլորս առաջ գնանք։ Եվ այս մարդը 38 տարի այդտեղ էր եւ մենակ էր։ Հիսուսը կայնավ իր կողքը։ Հիսուսը կայնավ եւ բժշկեց։ Հետո մարդիկ ինչ ասեցին, շաբաթ էր, ինչի բժշկին ով էր բժշկե, կապ չունի, օրհնությունը վայելեց։ Վայելել ես, գնա առաջ փառք դու։ Բայց գիտեք հետաքրքիրը որն է, որ 14-րդ համարը, երբ որ կարդում ես, ժամանակ է անցել։ Եվ դրանից հետո Հիսուսը տաճար մտավ։ Այդ դեպքերից հետո, խոսակցություններից, բժշկություններից հետո Հիսուսը տաճար մտավ։ Եվ հիվանդին որտեղ գտավ։ Տաճարում, ամեն։ Քո ապագայի մեջ Աստված քեզ որտեղ է գտնելու։ Քո ապագայի մեջ Աստված քեզ որտեղ է հանդիպելու։ Տաճարում օրհնում եմ քեզ։ Որովհետև Հիսուսը երբ որ հանդիպեց, նրան մի բան պատվիրեց, ասեց մնա այստեղ, որովհետև օրհնության տեղն է։ Թե չէ մի մեղք կգործես եւ ավելի վատ բան կգա։ Գիտեք, Տերը ամեն անգամ զգուշացնում է մեր ապագայի համար։ Մեզ ասում է՝ մի գնա, դուրս մի ել ծածկոցից։ Մենք դուրս ենք գալիս, խփվում ենք, ապագան կորցնում ենք, բայց Աստծո խոսքն ասում է՝ դուրս մի գնա, մնա տաճարում, որովհետև դու բժշկվել ես, մնա եւ Աստծուն փառք դու։ Ինչքան մարդիկ կան, որ օրհնվում են, բժշկվում են, չկան, գնաց։ Գիտեք, մենք կարիք ունենք տան մեջ մնալ, մենք կարիք ունենք ապագան ժառանգել, մի փախեք Աստծուց։ Եվ ես վստահ եմ, որ այն ապագան, որ Աստված ունի մեզ համար, դա ամենահրաշալին է։ Եթե որևէ մեկը դա ամենալավագույն ապագան երազե կամ մտածել եք ձեր համար, ես քեզ ուզում եմ ասել, փորձիր քո ապագան դնել Աստծո ձեռքերի մեջ, տես ավելի մեծը կտա քեզ։ Քո ունեցած փոքրը դիր Աստծո լույսի մեջ ավելի կունենաս, որտեվ Աստված ավելի Աստվածն է, ավելի մեծ զորություն ու իշխանություն ունի Աստված քեզ համար, քան թե դու մտածել ես, ավելի շատ հրաշքներ, պարգևներ ունի Աստված քեզ համար, որ դու չես էլ մտածել, որ դու այդպիսի պարգև ունես, բայց Աստված քեզ Սուրբ Հոգով այդ պարգևը տվել է։ Եվ մի խոսք, որ ուզում եմ ուղղել եկեղեցուն որպես մարգարեական, սա 3 ջավախքում եմ առել եւ սրտի շատ է եկել։ 22-րդ գլուխ հայտնություն առաջի համարից։ Ինձ կյանքի ջրի գետ ցույց տվեց, ագնավանի պես պայծառ, որ Աստծո եւ Գառնուգի ատորից գելներ։ Այն քաղաքին, Գյումրի, հրաբարակի մեջ եւ այն գետին մեկ կողմը եւ մյուս կողմը կենաց ծառ կար, որ 12 կերպ պտուղ կբերեր, ամեն ամիս իր պտուղը կուտար։ Այն ծառի տերևները հետանոսներին բժշկություն էին։ Ես ուզում եմ այս խոստումը քո կյանքին։ Ես ուզում եմ եկեղեցի այս խոստումը քո կյանքի մեջ գա։
Ես ուզում եմ, որ այս քաղաքի մեջ այս խոսքը մարգարեական գա եւ այս եկեղեցին ու եկեղեցու ամեն մի անդամ լինի իրականում Սուրբ Հոգու գեդերի կողմը տնկված ծառեր, որ 12 ամիս, տարին 12 ամիս պտուղ տա։ Գիտեք սա ինչ է նշանակում։ Տարին 12 ամիս պտուղ, ամեն ամիս իր պտուղն ունի։ Դու տարբեր պտուղներ ունես։ Աբագատ այսպիսին է, Աստված քեզ տարբեր պտուղներ է տալիս։ Աստված քեզ ձմեռ նարինջ է տալիս։ Գարնանը, չգիտեմ, ելակ է տալիս։ Աստված տարբեր պտուղներ է տալիս 12 ամիս եւ ամեն ամիս նոր պտուղ է տալիս, որ չնայես ու ասես վայ նույնն էր, վայ նույնն էր, սրանից ունեմ, չունես, ամենքը տարբեր են, բոլորս տարբեր են եւ Աստված ուզում է քեզ այդպես դարձնել եւ քո տերևները, քո խոսքերը ամեն հետանոսների համար բժշկություն լինի։ Քո տերևը չի թառամի։ Քո տերևը, քո ծաղիկը Քրիստոսի բույրը չի կորցնե, եթե դու տնկված ես որդի վրա։ Քրիստոսի անուշ բույրը քո մեջ կբացվի եւ դու բժշկություն կլինես։ Քո խոսքը բժշկություն կլինի։ Հրճագում եմ այս խոսքը մարգարեական, այս եկեղեցու յուրաքանչյուրիս կյանքի մեջ, որ ամեն ամիս բացահայտես քո կյանքի մեջ նոր պտուղ։ Պտուղ, որը Աստծուն կուրախացնե։ Գիտեք Աստված ինչի պտուղ կուտա։ Որ փառավորվի ինքը եւ նաեւ դու ինքդ հաստատվիս որ դու կոչման մարդ ես Տերը քեզի պատղաբեր է երե ոչ թե որ դու բարձենաս որ պատուղ ունիս այլ Տերը հաստատե գա այն կառայությունը այն գործը քու կյանքիդ մեջ որ քսետես դու պատղաբեր ես ամեն որ չհաբարդանանք այլ ամեն փառք իրան տանք ես վստահ եմ որ այն օրհնությունը որ Աստված ունի եւ մենք Հավիդյանս Հավիդենից Այս խավարից դուրս պիտի կանք եւ լույսի մեջ պիտի լինենք եւ նրա ծառաները պիտի պաշտպեն նրան նրա երեսը պիտի տեսնեն եւ նրա անունը իրենց ճակատների վրա պիտի լինի այնտեղ գիշեր պիտի չլինի ճրագ եւ արևի լույս պետք չէ որովհետեւ Տերը լուսավորել է նրանց Հավիդյանս Հավիդենից պիտի թակավորեն թող Աստծո օրհնությունը ապագայի գերբնական լույսը եւ օրհնությունը գա ամեն մեկիդ կյանքի մեջ այն խոստումները որը Տերը ունի թող ամեն մեկիդ կյանքի մեջ իրական լինի Աստված օրհնության խոսք ունի քեզ համար այն անցյալը որը գխոսա քու ներգայիդ մեջ այսօր բերանը կփագենք այն մեկի տեղն է ցույց կտանք ապագայում որտեղ է մենք կրնանք երկնքում եղնինք բայց ինքը չի կրնա մենք կրնանք երկնքում եղնինք սիրելիներ ինքը չի կրնա Այս է մեր ապագան մենք օրհնություն կրնանք ունենանք ինքը էլ չի կրնա որտեվ Հավիդյան փագ է դոր մարեք ուզե մեր թեմը փագ է ինքը եկեք կանգնենք ոտքի